Ինչպես է մահացած մարդու հոգին գալիս հրաժեշտ տալու իր հարազատներին։ Մերձավոր մարդու մահը ծանր կորուստ է, որը խոր հետք է թողնում նրանց սրտերում, ովքեր մնում են։ Կորուստի ցավը թվում է անհաղթահարելի։ Բայց շատերը հավատում են, որ մահացածի հոգին անմիջապես չի լքում այս աշխարհը։ Նրա մոտ վերջին կարևոր գործ կա՝ հրաժեշտ տալ հարազատներին։ Ես կպատմեմ, թե ինչպես է հոգին գալիս իր մերձավորներին ավարտելու երկրային կապերը, պահպանելով սերը և ջերմությունը նրանց հիշողություններում։ Մարմինը լքելու պահը ուղեկցվում է խոր գիտակցությամբ։ Երկրային կյանքն ավարտվել է։ Այս զգացումը գալիս է որպես ներքին արձագանք, երբեմն որպես հույզերի ալիք։ Կլինիկական մահը վերապրած մարդիկ հաճախ նկարագրում են, թե ինչպես է նրանց գիտակցությունը բաժանվում մարմնից։ Նրանք տեսել են իրենց կողքից, զգացել թեթևություն, ազատություն և խաղաղություն։ Սակայն բնական մահը տարբեր է։ Հոգին ապրում է բարդ հույզերի սպեկտր, շոկից և վշտից մինչև թեթևացում, եթե կյանքը լի էր տառապանքներով։ Այդ պահին նա ձեռք է բերում նոր ընկալում իրականության, կարծես բացվում է դուռ դեպի գոյության այլ անծանոթ մաս։ Այսպես սկսվում է նրա ճանապարհը դեպի մյուս աշխարհ։ Հոգու կապը ֆիզիկական աշխարհի հետ անմիջապես չի ընդհատվում։ Մահից հետո առաջին օրերին նա մնում է մոտակայքում, դիտարկելով հարազատներին, ովքեր վշտում են կորստի համար։ Այս անտեսանելի թելը աշխարհների միջև հյուսված է սիրով, մեղքի զգացումով և մխիթարելու ցանկությամբ։ Շատերը, ովքեր բախվել են մահվան թեմային, պատմում են ուժեղ էմոցիոնալ կապի մասին հեռացածների հետ։ Նրանք զգում են նրանց ներկայությունը, կարծես հոգին փորձում է հասնել կենդանիներին։ Երբեմն մեղքի զգացումը թողնվածների հանդեպ կամ սկսածը ավարտելու ցանկությունը ստիպում է հոգուն վերադառնալ, ասելու վերջինը՝ հրաժեշտ։ Հենց այս կապն է ստեղծում կամուրջ կյանքի և նրա սահմաններից դուրս գտնվողի միջև։ Համարվում է, որ հոգին հրաժեշտ է տալիս հարազատներին մահից հետո առաջին 3 օրերին։ Այս ժամանակահատվածը անցումային ժամանակ է, երբ նա դեռ ամբողջությամբ չի բաժանվել երկրային աշխարհից։ Մերձավորները կարող են զգալ նրա ներկայությունը վառ երազներում, հանկարծակի հիշողություններում կամ անբացատրելի ջերմության զգացումում։ Օրինակ, մեկը երազում տեսնում է մահացածին, լսում նրա ձայնը կամ նկատում ծանոթ ուրվագիծ ստվերում։ 3 օր հետո կապը թուլանում է, և հոգուն դառնում է ավելի դժվար երևալ, քանի որ նրա ճանապարհը տանում է առաջ, դեպի մյուս աշխարհի անծանոթ տարածություններ։ Հրաժեշտը սկսվում է նրանցից, ովքեր հատկապես թանկ էին՝ ծնողներից, երեխաներից, ամուսիններից։ Հուզական կապը նրանց հետ ամենաուժեղն է, և հոգին նախևառաջ ձգտում է դեպի նրանք։ Նման հանդիպումները կարող են ունենալ տարբեր ձևեր։ Երբեմն դա իմաստալից երազ է, որտեղ մահացածը ասում է կարևոր խոսքեր կամ պարզապես լուր գրկում է։ Երբեմն իրական աշխարհի նշաններ, առանց պատճառի ընկած առարկա կամ սենյակում թարթող լույս։ Ոմանք հավատում են, որ ավելի վաղ հեռացած հոգիները դիմավորում են նորեկներին, օգնելով նրանց ընտելանալ նոր վիճակին և աջակցելով հրաժեշտի գործընթացում։ Այս հանդիպումները հանգստացնում են և կենդանիներին, և մահացածներին, ստեղծելով ավարտվածության զգացում։ Հրաժեշտը տեղի է ունենում ոչ միայն ֆիզիկական մակարդակում, այլև բարակ, միշտ չէ, որ գիտակցվող։ Կենդանիները կարող են զգալ հեռացածի ներկայությունը հազիվ նկատելի փոփոխությունների միջոցով։ Թեթև քամի փակ սենյակում, ծանոթ հոտ կամ անբացատրելի զգացում, որ ինչ-որ մեկը կողքին է։ Երբ հոգին հասկանում է, որ իր ժամանակը երկրի վրա ավարտվել է, նա ձգտում է թողնել հետք՝ սեր, հիշեցում իր մասին, ջերմություն հարազատների սրտերում։ Սա նրա ձևն է հրաժեշտ տալու, խաղաղությամբ հեռանալու համար, թողնելով կենդանիներին այն զգացումով, որ կապը երբեք չի ընդհատվի։ Երբեմն անավարտ գործերը կամ ուժեղ հույզերը ավելի երկար են պահում հոգուն կենդանիների աշխարհում։ Նա կարծես խրվում է, չկարողանալով բաց թողնել նրանց, ովքեր թանկ էին իրեն։ Այդպիսի պահերին հարազատները զգում են ավելին, քան պարզապես տխրություն։ Սա կարող են լինել անհանգիստ երազներ, անհանգիստ գիշերներ կամ վախ, որ բաժանումը դեռ ավարտված չէ։ Չպատրաստված հոգին դրսևորվում է ձայներով, հատակի ճռոցով, շշուկով լռության մեջ կամ պատահական երևույթներով, որոնք թվում են նշաններ։ Այս պահերը լի են դառնությամբ, բայց հենց նրանք են օգնում կենդանիներին գիտակցել, որ կապը հեռացածի հետ դեռ կենդանի է։ Հոգու հատուկ ուժ է առաջանում հուղարկավորության ժամանակ, երբ մարմինը հանձնվում է հողին։ Այս ծիսակարգը լի խոր հույզերով դառնում է նրա համար վերջին հնարավորությունը տեսնելու հարազատներին, մտովի գրկելու նրանց և ասելու հրաժեշտի խոսքեր։
Հուղարկավորությունից առաջ գիշերը համարվում է ժամանակ, երբ աշխարհների սահմանը հատկապես բարակ է։ Հոգին սիրով եւ անորոշությամբ պատված կարող է դառնալ գրեթե շոշափելի։ Մարդիկ պատմում են, թե ինչպես են զգացել հեռացածների հոգատարությունը, նրանց աջակցությունը ծանր պահերին։ Սա պահ է, երբ հոգին խնդրում է կենդանիներին բաց թողնել իրեն, գտնել ուժեր շարժվելու առաջ, պահպանելով լուսավոր հիշողությունները։ Հրաժեշտը դրսևորվում է սրտին դիպչող մանրուքներով։ Լույսի շող սենյակում սիրելի օծանելիքի հոտ ծանոթ մեղեդու ձայն, որը հնչում է հեռվից։ Այս նշանները ոչ թե պարզապես պատահականություն են, այլ հոգու փորձը մխիթարելու նրանց, ովքեր տառապում են։ Նրանք հիշեցնում են, որ հեռացածները միշտ կողքին են, թեև այլ ձևով։ Այս գիտակցումը բերում է մխիթարություն, օգնելով հաղթահարել կորստի ցավը։ Նման պահերը դառնում են ապացույց, որ հոգիների միջև կապերը հավերժական են, նույնիսկ երբ ֆիզիկական ներկայությունը անհետանում է։ Հոգու համար հրաժեշտը ավարտի ակտ է։ Այն թույլ է տալիս նրան ազատվել երկրային կապերից եւ անցնել գոյության նոր մակարդակ, թեթևությամբ եւ խաղաղությամբ։ Հուզական կապերը, որոնք պահում են նրան, լուծվում են, բացելով ճանապարհ առաջ։ Կենդանիների համար այս կոնտակտը ոչ պակաս կարևոր է։ Այն օգնում է հաղթահարել վիշտը, վերածելով տխրությունը երախտագիտության համատեղ ապրած պահերի համար։ Հրաժեշտը բերում է թեթևացում եւ միասնության զգացում ինչ-որ ավելի մեծ բանի հետ, ոգեշնչելով շարունակել ապրել։ Կորստին չնայած յուրաքանչյուր հոգի ձգտում է հրաժեշտ տալ բոլոր նրանց, ովքեր թանկ էին իրեն։ Այս գործընթացը անհատական է եւ կախված է մշակույթից, հավատալիքներից եւ անձնական փորձառություններից։ Բայց էությունը մնում է անփոփոխ։ Սերը եւ կապը պահպանվում են, նույնիսկ երբ ֆիզիկական մարմինը հեռանում է։ Մենք պետք է հիշենք, որ կյանքը չի ավարտվում բաժանմամբ։ Ամենամութ պահերին սիրելի մարդու հոգու լույսը շարունակում է փայլել, հիշեցնելով յուրաքանչյուր օրվա արժեքը, որն անցկացվել է միասին։ Սա կապ է հավերժական կամուրջ աշխարհների միջև, որոնք ոչ ոք չի կարող կործանել։ Բաժանորդագրվեք ալիքին եւ դրեք լայք։ Շնորհակալություն ուշադրության համար։